Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ, փառք Աստծո, շնորհակալ ենք Աստծուց, որ մի շաբաթ ևս պահեց, որ այսօր էլ զարթնացրեց, կյանք տվեց, առողջություն տվեց եւ բերեց իր ոտքերի մոտ, որպեսզի իր կամքը սովորենք, իր խոսքը սովորենք իրենից շնորհ ստանանք, որպեսզի կարողանանք Քրիստոսի նման ապրել։ Շարունակենք մեր ուսումնասիրությունը Եփեսացիս գրքի, որը գրել է Պողոս Առաքյալը, արդեն 8-րդ դասն է, որը կոչվում է Քրիստոսով կերտված կյանք հոգով ներշնչված խոսք։ Եվ հիշելու համարն է Եփեսացիներ 4:22-ից 24 համարները։ Հանեք ձեր վրայից հին ընթացք ունեցող մարդուն, որ ապականված է խաբուսիկ ցանկություններով, եւ ձեր մտքով ու հոգով նորոգվեք ու նոր մարդուն հագեք, որ Աստծո պատկերի համաձայն է, ստեղծված ճշմարտությամբ եւ սրբությամբ, որ արդարությունից է։ Ինչպես կարելի է դատել այս համարից, այս դասի ընթացքում մենք խոսելու ենք այն մասին, որ քրիստոնյա դառնալը միայն չէ, դա սկիզբն է։ Մենք պետք է աճենք Քրիստոսով, մենք պետք է հին մարդուց ազատվենք, մեր մեջ նոր մարդը պիտի գրավի հին մարդու տեղը։ Եվ այստեղ բերվում է օրինակ, որ Իսպանիայի Պալմա քաղաքում Խոսե Անտոնիո անունով մի անտուն մարդ էր, երկար տարիներ անտուն ապրում էր այդտեղ, օթևանչուներ, եւ նրա մազերը ալեխառն էին, գզգզված, չնայած 57 տարեկան էր, բայց շատ մեծ էր երևում իր տարիքից, այդ իր վիճակի պատճառով մորուքը երկարել էր, արդեն ծերունու տեսք ուներ, եւ մի օր Սալվա Գարսիան, որ Վարսավիրանոցի սեփականատեր էր, նկատեց այդ մարդուն, մոտեցավ նրան եւ առաջարկեց վերափոխել նրան։ Նա տարավ այդ մարդուն իր Վարսավիրանոց, իր թիմին խնդրեց, որ աշխատեն այդ մարդու վրա եւ նրա մազերը կտրեցին, ներկեցին, հարդարեցին, մորուքը կարգի բերեցին եւ նաեւ գեղեցիկ հագուստ նվիրեցին նրան։ Եվ երբ որ նա հայելու առաջ իրեն տեսավ, փոխված արտաքինով, հուզվեց եւ արցունքոտվեց եւ ասաց. «Միթե սա ես եմ, ես այնքան եմ փոխվել, որ ոչ ոք ինձ չի ճանաչի»։ Այնուհետև հետագայում ասեց. «Դա պարզապես արտաքին տեսքի փոփոխություն չէր, դա փոխեց իմ կյանքը»։ Եվ այստեղ մնում է ցանկանալ, որ երբ որ մենք դառնում ենք քրիստոնյա, երբ որ մենք ասում ենք մենք քրիստոնյա ենք, դա միայն խոսքեր չլինի, դա միայն արտաքինի փոփոխություն չլինի, այլ ներքինի նաեւ կյանքի փոփոխություն լինի։ Եվ հենց այդ մասին է խոսում Պողոսը Եփեսացի 4:2 կեսում, որը մենք այսօր կուսումնասիրենք։ Անցած դասին ուսումնասիրեցինք առաջին կեսը, մինչև 16-րդ համարը, իսկ այսօր կուսումնասիրենք 17 համարից սկսած մինչև 32 համարը։ Այստեղ Պողոսը խնդրում է հավատացյալներին, որ հանեն իրանցից հին մարդը եւ հագնեն նոր մարդը, իրենցից հեռացնեն իրենց մեղքերը եւ լցվեն բարությամբ ու սիրով եւ Քրիստոսի ճանապարհով քայլեն, Քրիստոսի բնավորությունը ձեռք բերեն։ Կարդանք, ուրեմն նաեւ նա խոսում է այստեղ, սկզբում նկարագրում է, թե ինչ կենսակերպ են վարում հեթանոսները եւ նա այնուհետև դիմում է քրիստոնյաներին, հորդորելով նրանց, որ իրենք պետք է որ արդեն թողած լինեն նման կենսակերպը եւ անցած լինեն ճիշտ կենսակերպի, հետևելով Քրիստոսի օրինակի։ Եվ նաեւ պրակտիկ խորհուրդներ է տալիս, թե ինչպես անել դա։ Տեսնենք ինչպես է Պողոսը գրել 17 համարից. «Արդ սա եմ ասում եւ վկայում Տերով, որ դուք այլևս չգնաք
ինչպես ուրիշ հեթանոսներն են գնում իրանց մտքի ունենությունովը, որ խավարած են մտքով և օտար Աստծո կյանքիցը այն տգիտության պատճառով, որ նրանց ունեն։ Իրանց սրտերի կուրության համար, որ անզգայացած իրանց անձերը մատնեցին անառակության ամեն պղծության գործերի մեջ ագահությունով։ Այսինքն ոչ թե հասարակ ձևով անառակության են մատնվել, այսինքն ամեն տեսակ ագահությունով, ագահ ձևով։ Բայց դուք Քրիստոսին այսպես չսովորեցիք։ Այսինքն սկզբում Պողոս այստեղ գրում է, թե ինչպիսի կյանք են վարում հեթանոսները, և նաև իրենց նշում է, դուք այսպես չսովորեցիք Քրիստոսից։ Եթե նրանից լսեցիք և նրանով սովորեցիք, ինչպես որ ճշմարտությունն է Հիսուսումը, որ է ձեզանից դուրս հանեք առաջի գնացքի պես եղող հին մարդը, որ խաբեբայության ցանկությունով ապականված է, և ձեր մտքի հոգով նորոգվեք, և նոր մարդին հագեք, որ Աստծո պատկերին պես ստեղծված է ճշմարտության արդարությունով և սրբությունով։ Նրա համար դեն գցելով ստությունը, խոսեցեք ճշմարտություն ամեն մարդ իր ընկերի հետ, վասնզի իրար անդամ եք։ Ուրեմն սկզբում Պողոսը նկարագրում է վատ կենսակերպը հեթանոսական, հետո նկարագրում է, թե ինչպիսին դուք մարդիկ պետք է դառնան, երբ որ իրանք սկսում են նվիրում են իրենց կյանքը Հիսուսին և սկսում են դավանել Հիսուսին։ Ուրեմն ինչպես այստեղ նկարագրում, ասում է, որ խավարած է, մտքերով խավարած է հեթանոսները։ Ուրեմն Պողոսի կարծիքով հեթանոսական կենսակերպը, որը մենք նոր կարդացինք, խանգարում է միասնությանը, իսկ քրիստոնեական կենսակերպը հակառակը նպաստում է խաղաղությանը և միասնությանը։ Եվ այդ համարներում, որ նոր կարդացինք, նա բացասական լույսի ներքո հակիրճ նկարագրում է մարմնով հեթանոսներին։ Ուրեմն Պողոս այստեղ մտահոգված է հեթանոսների կենսակերպով, նրանց բաթընթաց հետագծով իբրև մեղքի ճիրաներում հայտնվելու հետևանք, այսքան կարծես ճահճի մեջ են, քանի գնում խորանում են մեղքի մեջ։ Եվ դա բացատրում է, որ իրենք խավարել են մտքերով և խավարել են ինչի պատճառով, որտեղ տգետ են, այսինքն չեն ուզում Քրիստոսին ճանաչել։ Ասма տգիտության պատճառով, որ նրանց մեջ է իրենց սրտերի կուրության պատճառով, այսինքն չեն ուզում ճանաչել Քրիստոսին, նոր կյանքը։ Եվ նույնիսկ վերջում հասնում են սարսափելի վիճակի, իրանց սեռական էթիկայի խեղաթյուրումներ են անում և ասում անզգայացած ագահորեն են տրվում անառակության։ Ցավոք սրտի մենք այսօր այդ բոլորը տեսնում ենք մեր շուրջը։ Աստծուց օդարացած են, նրանք չգիտեն ինչպես ապրել և բաժանված են նրա փրկարար շնորհից և ավելի խորն են մխրճվում մեղքի մեջ։ Եվ նկարագրելով սա, Պողոսը չի ասում, որ բայց դուք Քրիստոսի մասին այդպես չուսուցանվեցիք, այլ ասում է, բայց դուք Քրիստոսի կողմից այդպես չուսուցանվեցիք։ Այսինքն սովորելը մի բան է, և կյանքում իրագործելը մի ուրիշ բան է։ Եվ նա, ինչպես որ նոր կարդացինք, նա ոգեշնչում է եփեսացիներին ապրել այնպես, կարծես Քրիստոսի ներկայության մեջ են։ Հենց դա է նշանակում Քրիստոսին ճանաչել։ Պողոսը հորդորում է Քրիստոսով կերտված կյանք որդեգրել։
Եվ ըստ Պողոսի հավատի իմաստը Քրիստոսի հետ անձնական կապն է, որն այնքան բառ եւ իրական է, որ կարելի է բնութագրել որպես Քրիստոսին սովորել։ Ինչպես գիտեք, դասարանում դասատուն սովորացնում է եւ ոչ միայն որոշ առարկա է սովորացնում, այլ նաեւ ընդհանուր սովորացնում է, թե ինչպես էթիկայի կանոններ է սովորացնում, ապրելու կանոններ է սովորացնում, նաեւ երեխան պիտի սովորի ընտանիքում այս ամեն ինչը։ Եվ օրինակի վրա տենա իր ծնողների, դասատուների օրինակի վրա։ Եվ այդպիսով տեսնելով եւ ուսուցանվելով ինքն էլ կմեծանա այդ նույն սկզբունքներով։ Աստված տա, որ մենք իրոք Քրիստոսին սովորենք, այլ ոչ թե ուղղակի լսենք եւ հետո մոռանանք։ Որտեւ մեր Տերը հարություն է արել, մեր Տերը բարձրացվել է, նա հիմա մեր քահանապետն է եւ նա անմիջական ներկայություն ունի մեր կյանքում Սուրբ Հոգու միջոցով եւ իր շնորհի միջոցով։ Եվ Պողոս այստեղ ասում է, որ Քրիստոսով կերտված կյանք ունենալը պահանջում է 3 քայլ, որոնք նա արտահայտում է հագուստի այլաբանության միջոցով։ Սկզբում ասում է առաջինը վրայից հանել կամ երես թեքել հին կենսակերպից, հետո դրանից հետո վերապրել ներքին նորոգում եւ այնուհետեւ հագնել նոր Աստծո օրինակին հետևող կյանքը։ Այսինքն հերիք չի հին կենսակերպը թողնել, այն պետք է փոխարինվի նոր կենսակերպով։ Դատարկություն չկա, մարդը ունի բնավորություն, մարդը կերտում է բնավորություն։ Նա կերտի բնավորությունը կամ այս ուղղությամբ, կամ այն ուղղությամբ։ Եվ երբ որ հրաժարվում ես վատ ուղղությունից, անպայմանորեն դա պիտի արտահայտվի ճիշտ ուղղությունով կերտվելու մեջ։ Այլ ընտրանք չկա, այլ տարբերակ չկա։ Եվ ինչի է հագուստի հետ համեմատում այստեղ, 5 տակարանում է հագուստի հետ համեմատում, շատ անգամ մեր բնավորությունը Աստվածաշնչում նկարագրված է որպես հագուստ։ Հին ժամանակներում տղամարդիկ եւ կանայք այդքան շատ հագուստներ չունեին, միայն շատ հարուստները կարող էին ունենալ շատ հագուստներ։ Իսկ այսօր գիտեք, մարդիկ շատ արագ են փոխում իրենց հագուստները, այն ժամանակ այդպես չէր, եթե մարդը պատրաստվում էր փոխել իր հագուստը, դա ուրեմն մի կարևոր պատճառ էր եւ մի կարևոր փոփոխություն էր իր կյանքում։ Եվ նույնը այստեղ է, երբ որ մենք խիզախում ենք մեզ կոչել Քրիստոսի հետևորդներ, երբ որ մենք ընդունում ենք Քրիստոսին մեր սրտում, դա պիտի արտահայտվի մեր բնավորության մեջ։ Մենք նոր հագուստներ պիտի հագած լինենք, նոր բնավորություն։ Այն ամեն օր կաճի, ինչպես անցած դասում ասեցինք, ինչպես փոքր երեխան է աճում։ Եվ Պողոս ասում է, սուտը դեն նետեք, իսկ հետո դրական քայլեր արեք։ Այսինքն սուտի տեղը ճշմարտություն խոսեցեք։ Եվ դա սովորություն կդառնա։ Դրանից առաջ սուտն է ձեր սովորությունը, հիմա ճշմարտություն խոսելը ձեր սովորությունը արեք։ Մեր բնավորությունը կերտվում է մեր սովորությունների հիման վրա։ Ինչ սովորությունների վրա մեզ սովորացնենք, այդպիսի ուղղությամբ է կերտվում է մեր բնավորությունը։ Ուրեմն շատ զգուշ լինենք, աշխատենք մեր վրա Քրիստոսի շնորհով իհարկե, որպեսզի մենք մեր բնավորությունը կերտենք ճիշտ սովորություններով, որտեղ այդ ճիշտ սովորությունները կերտում են մեր բնավորությունը։ Սուտը փոխարինենք ճշմարտությամբ, այնուհետև Պողոսը խոսում է գողերի մասին, ասում է, ով որ գողացել է, թող դադարի գողանալուց, մինչև դա խոսում է նախ եւ առաջ լեզվի մասին, լեզուն, խոսալու ունակությունը դա Աստծո պարգևն է մեզ, ինչպես նաև տեսնելու ունակությունը, մտածելու ունակությունը, լսելու ունակությունը, դա բոլորը պարգև է Աստծուց։ Եվ Աստված այդ բոլորը տվել է մեզ
նպատակով, ոչ թե որ մենք դրանք օգտագործենք անարժան թեմաների վրա, անարժան բան նայելու, որը ավելի վատացնում է մեր բնավորությունը, կամ լսելու, մանավանդ խոսելու։ Խոսքը, ինչպես գիտենք, մեր մտքի արտահայտությունն է։ Այստեղ Պողոսը խորհուրդ է տալի, որ քանի բերանիցը դուրս չի եկել, այսինքն ինչից է սկսում։ Նա այստեղ ինչից է խոսում։ Ասում է, որ մի անգամ կարդամ։ Նրա համար դեն գցելով ստությունը խոսեցեք ճշմարտությունը ամեն մարդ իր ընկերի հետ։ Վասնզի իրար անդամ ենք։ Այսինքն, ինչպես անցած անգամ ասացինք, Հիսուսը գլուխն է եկեղեցու, իսկ եկեղեցու մարմինը մարդիկ են, ամեն մեկը տարբեր անդամներ։ Բարկանալիս մի մեղանչեք, թող արեգակը ձեր բարկության վրա չմտնե և տեղի չտաք սատանային։ Այսինքն հետագայում նա այստեղ նշում է 6 հատ արատ, երեսունմեկ համարում, ասում է ամեն դառնություն, բարկություն և սրտմտություն և աղաղակ և հայություն թող վեր առնվի ձեզանից ամեն չարության հետ։ Տեսեք, դառնություն, բարկություն, սրտմտություն։ Երբ որ սա առաջանում է մեր մեջ, դրանից հետո արդեն մնացած երեքը սրա հետևում է սրա։ Այսինքն, երբ որ մարդ բարկանում է և դառն է իր սիրտը, ինչ է անում, սկսում է գոռալ, հայհոյել, այսինքն դա բնական արտահայտությունն է սրտմտության, բարկության։ Եվ դրա համար խորհուրդ է տալի, ասում է, քանի դեռ ձեր բերանից դուրս չի եկել, իր արմատի մեջ խլացրեք, հետևեք ձեր խոսքին։ Երբ որ ձեր լեզվից պատրաստ է դուրս պրծնել մի խոսք, որը վնասելու է և ձեզ, և մյուսին, դադարացրեք, մի ասեք։ Սուրբ Հոգու պտուղներից մեկը ինքնավերահսկումն է։ Երբ որ մեր բերանից պատրաստվում է դուրս գալ վատ խոսք, վատ բաներ մարդու մասին, Աստծո շնորհը անմիջապես կարող է այն փոխել ուրիշ խոսքերի։ Երբ որ պատրաստվում ես մարդու մասին վատ բան ասելու, կամ ասում ես, թող Աստված իր դատաստանը տենա, երբեմն ես ուզում եմ դա ասել, բայց դրա փոխարեն փառք Աստծո շնորհով ասում եմ, թող Աստված օրհնի այդ մարդուն, որ այդ մարդը լուսավորվի, որ այդ մարդը դարձի կհասկանա իր սխալները։ Սա է ճիշտը։ Եվ երբ որ ինքը ասում է ճշմարտություն խոսեք միմյանց հանդեպ, նկատի չունի, որ գնաց ու ջղայնացած այդ մարդու երեսին շպրտեց, թե դու ես քննադատել, ոչ։ Դա պետք է լինի սիրով ասված, մեղմ բարի խոսքեր, որ մարդը զգա, որ դու իրան սիրում ես, դրա համար ես ուզում ասել, որպեսզի ինքը փոխվի, թողնի սխալ վարմունքը, այլ ոչ թե գոռալով, ճչալով, ինչ որ բան ապացուցելով։ Դա քրիստոնյայի վարմունք չէ։ Ասում է, այսպես չսովորեցի Քրիստոսից։ Ուրեմն նաև հորդորում է ողերին, իմիջայլոց այս խոսքերը, որ ասում է, հունարեն լեզվից թարգմանվում է բլասֆեմիա, դրանցից մեկը, ինչպես 29 համարացում, ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա։
այլ միայն ինչ որ բարի է, հավատի շինության համար պիտանի, շնորհ է տալիս լսողներին։ Եթե միայն մեր բոլոր խոսքերը այդպիսին լինեին։ Եվ նաև հետագայում յոթ համարը, 28 համարը, ասում է նա, որ գողանում էր, թողել չգողանա, այլ մանավանդ աշխատե իր ձեռներովը բարին գործելով եւ որ ունենա տալու պետք ունեցողին։ Այսինքն կան մարդիկ, ովքեր որոշում են այսպես կոչված հեշտ ապրել եւ զբաղվում են գողությամբ, կարող են ոչ միայն իրը գողանալ, կարող են մարդու միտքը գողանալ, կարող են շատ բաներ կարող են գողանալ, կարող են մարդ մի բան հորինի, հետո մյուսը նրանից գողանա եւ ներկայացնի որպես իրենը եւ փողերը իրեն վերցնի։ Շատ տիպի գողություններ կա, բայց Պողոս ասում է ավելավա դուք աշխատեք, երբ որ ասում է մի գողանաք, չի կանում դրա վրա։ Երբ որ գողանում էր, հիմա այդ գողանալը հեռանում է, դատարկությունը ինչով պիտի լցվի, ասում է ձեր ձեռքերով աշխատեք, որպեսզի ով որ կարիք ունի նրանց էլ օգնեք։ Այսինքն գողից, այն մարդը, որ գողեր եւ դարձավ քրիստոնյա, գողից պետք է վերածվի բարի գործողի, մարդկանց օգնողի, եւ դա իրոք հնարավոր է։ Քրիստոսի շնորհը դա անում է։ Ոչ մի գեշխոսք դուրս չգա ձեր բերանից, բայց այն, որ բարի է շինության համար հարկավոր։ Մի տրտմեցնեք, ասում է Սուրբ Հոգուն։ Գիտեք, շատ եկեղեցիներ ասում են, մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգուն, որով կնքվեցաք փրկության օրվա համար։ Ամեն դառնություն եւ բարկություն եւ սրտմտություն եւ աղաղակ եւ հայություն թող վերառնվի ձեզանից։ Ամեն չարության հետ։ Ինչ այլոց այս հայություն բառը բլասֆեմիա հունական բառից։ Նաև նկատի ունի, երբ որ չարախոսում ես քո մերսավորի մասին, այսինքն ընդհանրապես մարդու մասին։ Ամեն մարդու Աստված է ստեղծել, եւ երբ որ դու չարախոսում ես մարդու մասին, դու չարախոսում ես Աստծո։ Սա չի նշանակում, որ մարդը հրեշտակա դու չարախոսում ես։ Չէ։ Եթե չարախոսենք, բոլոր իրար մասին կարան չարախոսեն, որտեղ բոլորն էլ ունեն սխալներ, բոլորն էլ ունեն մեղքեր։ Բայց երբ որ մենք դա անում ենք սխալ նպատակով, դա անում ենք սխալ ձևով, այսինքն փոխանակ մարդուն սիրով եւ սեփական օրինակով ցույց տալ, որն է ճիշտ, մենք չարախոսում ենք եւ դա էլ է հայհոյություն համարվում, որտեղ այդ մարդուն ստեղծել է Աստված, չարախոսելով նրան, մենք չարախոսում ենք Աստծուն։ Շատ մարդիկ շատ հեշտ են ընդունում բամբասան, բայց դա շատ գեշ մեղք է Աստծո աչքերին։ Պարզ այստեղ Պողոսը ասում է, ինչ որ բարի է, շինության համար է հարկավոր, որ շնորհք տա լսողին։ Երբ որ մենք դա չենք անում, երբ որ մենք վատ բաներ ենք ասում, բամբասում ենք, ինչ է լինում։ Ասում ես Աստծո Սուրբ Հոգին տրտմում է։ Այստեղ չի ասում, որ հեռանում է, լավ լուրը գոնե դա է։ Ինչպես որ ծնողները կարող են լսել, թե ինչպես են իր երեխաները իրար վատաբանում, բայց չի նշանակում, որ ինքը թողում է իրանց լքում է գնում է, չէ։ Ինքը տրտմում է, բայց ինքը մնում է, որպեսզի շարունակի սովորեցնել իրենց զավակներին, որ դա սխալ է։ Բայց իհարկե, եթե զավակը համառի իր սխալի մեջ եւ շարունակի նույն ձևով ծնողին չլսի, դրա վերջը շատ վատ է, ինչպես որ Սուրբ Հոգուն չեն լսում մարդիկ, արհամարում են եւ վերջի վերջո Սուրբ Հոգին լիովին հեռանում է եւ մարդու հետ կատարում է այն, ինչ որ Հուդայի հետ է կատարում։ Շատ զգուշ լինենք։ Եսակենտրոն կյանքից շուռ գանք եւ աստվածակենտրոն կյանքով ապրենք։ Եվ շատ եկեղեցիներով ասում են, որ
Սուրբ Հոգին ուղղակի էներգիա է, բայց այս համարները եւ շատ համարներ Աստվածաշունչից ապացուցում են, որ Սուրբ Հոգին անձ է։ Եթե նա անձ չլիներ, նա էներգիան չի կարա տրտմի, էներգիան չի կարա սովորեցնի, էներգիան չի կարա շատ բաներ անի, ինչ որ գրված է Սուրբ Հոգու վերաբերյալ։ Նա Աստվածության երրորդ անձն է, ինչպես շատ տեղեր նշված է Աստվածաշունչում։ Եվ Աստվածության առեղծվածը քննարկելիս մենք պետք է շատ զգույշ լինենք։ Հոգին եւ մեկ է Հորի որդվեց եւ տարբեր է նրանցից։ Հոգին ունի իր սեփական կամքը, այսինքն Սուրբ Հոգին, որի համաձայն եւ ընտրություններ է կատարում, նրան կարելի է վշտացնել եւ հայհոյել։ Նման արտահայտությունները բնութագրական չեն ուժի կամ ազդեցության համար, դրանք անձին հատուկ երևույթներ են։ Իսկ դա նշանակում է արդյոք, որ Հոգին ինձ եւ ձեզ նման անձ է, ոչ։ Աստվածային է նկարագրել, մենք կարող ենք միայն մեր սահմանափակ մարդկային բառերով հետևաբար լիարժեքորեն պատկերացնել, թե ինչպիսին է Հոգին, մենք չենք կարող։ Նա այն է, ինչ մարդիկ երբեք չեն կարող լինել։ Սա ասում է Փոլ Փեթերսոնը իր գրքի մեջ, որը կոչվում է Աստված երեք անձի մեջ, նոր կտակարանում։ Աստծո Սուրբ Հոգին ապրում է մեզ հետ այնքան մտերիմ շփման մեջ, որը մեր գործողությունները ազդում են նրա վրա։ Նա անտարբեր չէ մեր փրկության հանդեպ։ Մենք կիսում ենք մեր կյանքը Աստվածության անդամի հետ, որը նվիրված է մեզ, կայուն հարաբերություններ ունի մեզ հետ եւ կնքում է մեզ մինչեւ ժամանակի վերջը։ Ինչպիսին պետք է լինի հավատի մեր պատասխանը այս հրաշալի ճշմարտությանը։ Մենք պիտի սիրով լսենք եւ հնազանդվենք Սուրբ Հոգու հորդորներին, այլ ոչ թե տրտմեցնենք նրան մեր կենսակերպով կամ մեր խոսքերով։ Ուրեմն մենք ասեցինք էլի կրկնենք, որ խոսքը արգև է Աստծուց։ Մենք պետք է դա ճիշտ ձևով օգտագործենք։ Աստված ակնկալում է, որ մենք դա ճիշտ ձևով օգտագործենք։ Ինքը խոսքով օրհնել է մեզ խոսքի արգևով, որպեսզի մենք կարողանանք մարդկանց բարություն անել, օգուտ բերել մեր խոսքերով, այլ ոչ թե դառնացնել նրանց կյանքը։ Մենք գիտենք, որ խոսքը մեծ ուժ ունի։ Այն կարող է եւ կառուցել մարդուն, բայց նա կարող է եւ փշրել մարդու սիրտը։ Ուշադիր լինենք, թե ինչ է խոսում ենք մարդկանց հետ, ինչպես ենք վերաբերվում նրանց։ Մենք պատասխան ենք տալու Աստծուն մեր ամեն խոսքի, ամեն վերաբերմունքի համար։ Դա չի նշանակում, որ մենք պիտի դատենք իրար, ոչ, այլ աղոթենք իրար համար, որպեսզի մենք այդպեսին չլինենք, այլ լինենք այնպեսին, ինչպես որ հորդորում է մեզ Պողոսը լինել։ Պողոսն էլ գրել է Սուրբ Հոգու ազդեցության ներքո։ Ասում է, որ ներեք իրար, քաղցր գթած ներողամիտ եղեք իրար հանդեպ։ Երբ որ Աստված ներում է մեզ, այսինքն ուղղահայաց հարաբերություններ, մենք դրա հետևանքային է, որ մենք կարող ենք ներել հորիզոնական ուղղությամբ մեր ցավոների։ Երբ որ մենք աղոթում ենք, ասում ենք ներիր մեր պարտքերը, այսինքն մեղքերը, որպես եւ մենք թողunk մերոց պարտապանած, ինչպես եւ մենք ենք ներում մեր պարտապաններին։ Եթե մենք չներենք, մենք ներում չենք ստանա Աստծուց, մենք փրկություն չենք ստանա, եթե մենք չաշխատենք ուրիշների փրկության համար։ Եվ վերջում կարդանք Ellen White-ի Advent Review and Sabbath Herald 1870 թվականին հունիսի 5-ին գրված. Թող ձեր խոսակցությունն այնպիսի բնույթ կրի, որ ապաշխարության կարիք չունենաք, այսինքն չնեղացնեք մարդուն, հետո ստիպված լինեք ներողություն խնդրել։ Մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար։ Երբ որ մենք մեկին նեղացնում ենք, մենք մեր մարդուն չենք նեղացնում։ Մենք տրտմեցնում ենք Սուրբ Հոգուն, մենք նեղացնում ենք Աստծուն, եւ ստիպված պիտի լինենք ներողություն խնդրել եւ Աստծուց եւ այդ մարդուց։
Ավելի լավ է այնպես խոսենք, այնպես վարվենք, որ ստիպված չլինենք հետո ներողություն խնդրելու։ Եթե ձեր սրտում սեր ունեք, ապա կձգտեք խրախուսել ձեր եղբորը եւ ամրացնել նրա հավատը։ Եթե ձեր ընկերոջ կամ եղբոր մասին չարախոսություն եք լսում, մի շարունակեք եւ մի սնեք այդ չարախոսությունը, դա թշնամու գործն է։ Սիրով հիշեցրեք ձեր խոսակցին, որ Աստծո խոսք արգելում է նման խոսակցությունները։ Այսինքն, երբ որ գիտեք մանավանդ կանանց մոտ է այդպես, երբ որ մեկը մյուսից սկսում է բան ասել, մյուսը ընկնում է սրա ազդեցության ներքո եւ սկսում է շարունակել թեման, փոխարենը փակի այդ թեման։ Գիտեք, մեր մարդկային կարծիքները շատ սուբյեկտիվ են, սարսափելի սուբյեկտիվ են։ Շատ անգամ, երբ որ ես երեսանց կարծիք եմ կազմել մեկի մասին կամ նրա արարքի մասին, հետո դա սխալ է դուրս եկել, իմ կարծիքը սխալ է դուրս եկել։ Միայն Աստված գիտի, թե ինչի համար է ինչ-որ մի մարդ ինչ-որ մի բան անում։ Եվ դրա համար մի շտապեք դատել եւ բամբասել, որովհետեւ դրա համար պատասխան ենք տալու Աստծուն։ Թող այդ սովորությունները, այդ վատ սովորությունները, որ կերտում են վատ բնավորություն, փոխարինվեն լավ սովորությունով։ Աշխատեք մարդկանց մոտ տեսնել իրանց լավ կողմերը եւ դրան գնահատել եւ խրախուսել, փոխարենը անընդհատ վատ կողմերի մասին քննադատելը։ Դուք պատկերացնում եք, մենք բոլորս վատ կողմեր ունենք։ Պատկերացնում եք, եթե ամեն ինչ թողած մենք սկսենք իրար քննադատել, որտեղ բոլորը ունեն թերություններ, վատ կողմեր։ Դա կօգնի մեզ բոլորովին, ավելի կխրի ճահճի մեջ։ Այլ հակառակը, մեր լավ կողմերը սնուցանելով, ոգևորելով, հորդորելով, ավելի ու ավելի կշատանա լավը մեր մեջ։ Ուրեմն, երբ որ մեր բերանից պատրաստ է դուրս գալ խոսք, հիշեք, որ դա սուբյեկտիվ ձեր կարծիքն է եւ սխալ է։ Եվ մանավանդ, երբ որ պատրաստ եք չարախոսել մեկի մասին, դա սուբյեկտիվ ձեր կարծիքն է եւ հետո պատասխան ենք տալու Աստծո առջև դրա համար։ Շատ զգուշ լինենք, թե մեր խոսքերի, թե մեր արարքների համար, մանավանդ, եթե ինքներս մեզ կոչում ենք քրիստոնյա։ Սա շատ պրակտիկ դաս էր քրիստոնյա լինելու մասին, թե ինչպիսին պիտի լինի քրիստոնյան։ Հետևենք այս խոսքերին։ Մեր սրտի մեջ լցնենք այս խոսքերը, որպեսզի հետո կարողանանք իրագործել։ Թող Աստված մեզ օգնի, որպեսզի այս բոլորը մտնի մեր ուղեղի մեջ, դառնա մեր կենսակերպը, որպեսզի մյուս անգամ, երբ որ մեր բերանից ուզում է վատ խոսք դուրս գալ, այն փոխարինվի Աստծո շնորհով լավ խոսքով, ոգևորող խոսքով։ Եվ չեք պատկերացնում ինչպես կփոխվի ձեր կյանքը այդ առումով։ Ամեն բացասական, գիտեք, երբ որ մարդը սկսում է բացասական բաներ խոսալ, այդ բացասական մթնոլորտը պարունում է եւ իրեն եւ իր խոսակցին, եւ ինքը լցում է բացասական էներգիայով, բացասական ուժով, եւ հետո շատ դժվար է դրանից դուրս գալը։ Դրա համար այսօր այսքան էս աշխարհում այդքան բացասական կա, ամբողջ օդը լցված է բացասական էներգիայով, որովհետեւ մարդիկ չար են իրանց սրտում, մարդիկ սարսափելի գործողություններ են կատարում, ի հետևանք նրան, որ իրենք չեն ուզում սովորել ճիշտ ապրել, չեն ուզում լսել Քրիստոսի խոսքերը, իրանք միայն իրենց անվանում են, ինչպես Եսայան ասում, միայն շուրթերով եք մոտենում Աստծուն, բայց ձեր գործերը հակառակն է վկայում։ Թող Աստված մեզ օրհնի եւ օգնի, որ այս ամեն ինչ որ սովորեցինք, Աստծո շնորհով իրագործվի մեր կյանքում, որ մեր մեջ լավ սովորություններ ձևավորվեն եւ դրա հետևանքով լավ բնավորություն ձևավորվի։ Մեր հագուստը, մենք երբ որ Քրիստոսը գա, ոչինչ չենք կարող տանել մեզ հետ բացի մեր բնավորությունից։ Ուրեմն մտածեք լուրջ այս մասին։ Եվ նաեւ մեռնելուց ոչինչ չենք տանեն աշխարհ, այլ միայն մեր բնավորությունը, կերտած բնավորությունն է մերը, որ հետո երբ որ հարություն առնենք, մենք էլ հնարություն չենք ունենալու փոխելու մեզ։ Սա է այս ժամանակավոր կյանքն է մեզ տրված հնարավորությունը։ Զգուշ ուշադրի լինենք, չվատնենք
հիմար արարքների վրա, ինչպես ագահությամբ տրվեցին մեղքին, դուրս գանք Հիսուսի օգնությամբ մեղքի ճահճից, Աստված իզորու է, ինքը բոլորին կարող է օգնել, միայն թե կամենա, թող Աստված օրհնի մեզ և այսօրվա համար, և ամբողջ շաբաթվա համար, Աստված ձեր հետ, մինչև նոր հանդիպում։